Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, кетч, кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մենք այսօր այցելել ենք Հուշեր պարային համույթի գեղարվեստական ղեկավար Էդգար Ավետիսյանին։ Տեսնենք, թե ինչպիսի օր է մեզ սպասվում։ Բարի լույս Էդգար։ Ողջույն, համեցեք։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Սիրով կընդունեմ, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը, օրը ինչպես է սկսվել եւ ընդհանրապես պարուսույցի օրը ինչպես է սկսվում, նախավարժանքներով, թե այդ ամենը մնացել է վաղանցյալում։ Չէ, դա վաղանցյալում չի, նախավարժանքներ որպես պարային չէ, բայց որպես ֆիթնեսային, այո, օրը մեջով հաճախում եմ, բայց պարայինը արդեն օրվա երկրորդ կեսից հետո, երբ որ ստուդիայի աշխատանքները սկսում ենք։ Հուշեր պարային համույթ։ Սկսենք ամենասկզբից, ինչու Հուշեր, ինչպես առաջացավ այդ անունը եւ ինչ գործունեություն է ծավալում պարային, որ ճյուղն է ավելի զարգացած Հուշերում։ Ուրեմն սկսվել է 96 թվական, շուտով մեր անսամբլի 30-ամյակն ենք նշելու եւ սկսվեց առաջի բեմադրությունից, որը հենց անվանվեց Հուշեր, որը եղավ իմ ավարտելով մանկավարժական համալսարանի իմ դիպլոմային աշխատանքը եղավ եւ բավականին լավ ընդունվեց ընդունող հանձնաժողովի կողմից եւ բեմադրությունը Հուշեր, որովհետեւ բեմադրված էր 4 հոգու վրա, 4 աղջիկների վրա եւ դպրոցական տարիքից ունեինք մենք 4 ընկերներ, հա, կայինք այդպես եւ ոչ մեկ կողքս չէին այդ ժամանակ ու այդ կարոտից, այդ ամեն ինչից տես ծնվեց այդ պարը, դա որպես իմ առաջի բեմադրությունը եղավ ու հենց դրանով էլ առաջնորդվելով դրեցի ի սկզբանե 96 թվականին մենք ունեինք երկնակամարում գիսաստղ, որը որ քանի տարին մեկ է լինում, հա, որոշեցի դնել գիսաստղ մի որոշ ժամանակ այդ կայացման փուլում, բայց հետո հասկացա, որ գիսաստղը մի քիչ իր մեջ ներառում է մի քիչ ավելի ժամանակակից էլեմենտներ, իսկ մենք ժողովրդական, ես միայն ժողովրդականն եմ նախընտրում եւ մինչեւ այսօր էլ մեր ստուդիայում դասավանդվում են միայն ժողովրդական պարերը։ Հետաքրքրությունը երիտասարդների մոտ շատ է դեպի ժողովրդական պարերը, թե ավելի շատ թեքվում է դեպի ժամանակակից պարեր։ Չէ, ժողովրդականը բավականին լավ դիրքերում է։ Մի փոքր թերանում ենք տղաների վիճակում, բայց վերջի տարիներին կարծես թե տեղաշարժ կա եւ ծնողները նախընտրում են եւ բավականին մեծ աշխատանք տանելուց հետո հասկացան, որ պետք է գրագետ եւ գեղեցիկ պարել իմանալ։ Ամեն դեպքում կապ չունի մասնագիտությունը ինչ կընտրեն հետո, բայց գեղեցիկ պարելը հաճելի է բոլոր ժամանակներում։ Եվ եկան են եզրակացության, որ պետք է տղաները պարի գնան։
եւ այդ կարծրատիպը կարծես թե փոխված է եւ հաճախելիությունը բավականին շատացել է։ Մարդիկ հաճախում են հուշեր, այնուհետև շարունակում են իրենց պրոֆեսիոնալ կրթությունը կամ թատրոնի կինոյի պետական ինստիտուտ կամ մանկավարժական համալսարան կամ պարարվեստի ուսումնարան, թե հենց ձեզ մոտ հնարավոր է դառնալ պրոֆեսիոնալ եւ շարունակել գրավել ոլորտը։ Ճիշտն ասած, եւ այնպես ունեմ, եւ այնպես, ովքեր հիմնականում ավարտում են պարարվեստի քոլեջի սկզբանե, որովհետեւ ես ինքս խորհուրդ եմ տալի որպես հիմնավոր ուսուցում, այնուհետև շատերը ավարտում են նաև մանկավարժական համալսարանը, որտեղ որ ես ինքս եմ ավարտել, իսկ ունեմ աշակերտներ, ովքեր որ ինձ մոտ են ու այդպես էլ մնում են, այսինքն իրենք չեն ուզում պրոֆեսիոնալ որպես այդպես կրթություն ստանալ, մեր կրթությունը լրիվ բավարարում է, որպեսզի կարողանան անսամբլում գրագետ ու գեղեցիկ ներկայացնեն պարարվեստը։ Դուք հանդիսանում եք միայն հուշերի գեղարվեստական ղեկավարը, թե որպես արտիստ նաև հանդես եք եկել այլ պարախմբերում։ Ժամանակին պարել եմ, իհարկե։ Իմ վարպետներից են եղել Սուրեն Գյանջումյանը, Ալբերտ Կիզիրյանը, իսկ ավելի վաղ հասակում ունենք Հովհաննիսյան, ունենք Մայլյան, որոնց հենց շատ լավ տպավորված իրենց բավականին լավ ուսուցիչներ եմ ունեցել, որոնցից կարողացել եմ յուրաքանչյուրից վերցնել եւ հիմա իմ պարացանկում օգտագործել յուրաքանչյուրի թողած ձեռագրի ինչ-որ մասնիկ, որով որ ես հպարտանում եմ միանշանակ։ Պարային ձեր խումբը գտնվում է Աբովյան քաղաքում։ Այո։ Միայն Աբովյանում է, թե կա Երևանում նաև մասնաճյուղ։ Երևանում ունենք մասնաճյուղ, բայց այս պահին չի գործում, ունենք Աբովյան եւ իր հարակից համայնքներում, փոքր համայնքներում։ Ես ճիշտ ասած նպատակահարմար գտա, որովհետեւ երեխաներին տարել բերելու տրանսպորտի եւ բանի խնդիրներ կա։ Ես նախընտրեցի ինքս գնալ եւ ընդառաջ դեպի ծնողներին, ովքեր որ ժամանակ չունեն, նամանավանդ մեր ծանոթ շրջանում հազվեն հասցնում մի բան էլ երեխեքին տանել բերելու խնդիրներ կա եւ այսօրվա դրությամբ մենք ունենք մասնաճյուղ Բյուրեղավան համայնքում, Պտղնի եւ Գետառքել համայնքում, շուտով է շաբաթ կսկսենք արդեն Կատնաղբյուր համայնքում, այսպես ինչքան որ ուժերս կհերիքի կփորձեմ օգտակար լինեմ իմ համայնքներին։ Լավ պարողի համար ինչ է պետք։ Ավելի ճիշտ ինչ է պետք լավ պարող դառնալու համար։ Աշխատասիրություն, ամենաառաջինը տաղանդ պետք է լինի, ի վերուս տրված։ Դա որպես պարող եւ առավել եւս տաղանդ պետք է ունենալ, որպեսզի պարողը հետո երբ որ շարունակեն որպես խմբավարներ աշխատել, ունենան նաեւ տաղանդ բեմադրական, ունենան նյուխ հոտառություն, ունենան հոտառություն, որպեսզի կարողանան այդ ամբողջը վերածել արվեստի, ոչ թե դառնա հարսանեկան պարեր, որովհետև շատ-շատերը խառնում են հարսանեկան պարերը, վերում դարձնում են բեմական պար եւ առավել եւս զարմանում են, որ ինչու հաշվի չեն նստում իրենց հետ, որովհետև իրենք այդպես մեծ գործ արեցին, բայց դա այդպես չէ։ Ես կասեմ համեմատական տանելով երկարվեստի հետ, օրինակ մենք ունենք շատ երգիչներ, ովքեր հավատարիմ մնացին ժողովրդական երկարվեստին։ Եվ ունեցան երգիչներ, ովքեր շատ լավ տվյալներ ունեն ժողովրդական երկարվեստում, բայց իրենք նախընտրեցին ավելի շոու եւ ավելի եկամտաբեր արվեստը, մի քիչ ավելի չեմ ուզենա անվանական ասեմ, մենք էլ ես էլ նույն ձևով, ես չգնացի դեպի ռեստորանային բիզնեսը եւ չուզեցա, ես պարզապես չուզեցա, որովհետև մենք առաջիններից ենք, իհարկե մենք մասնակցում ենք արարողություններին, այնպես չի, որ չենք մասնակցում, բայց չդարձանք այդ գերխնդիրը դա չէր։ Մեր գերխնդիրը արվեստը պահելն է, իհարկե հիմա ինչքան խումբը ավելի հասուն է դարել, որովհետև մենք ունենք 40 անց պարողներ, հա, այսինքն 18 պլյուս մինչև 40 անց, եւ այդ պարողների եթե էնտուզիազմը չլինի, խումբը դժվար է պահել։ Նամանավանդ չի ֆինանսավորվում, չի բան, իհարկե ունենում ենք աջակցություններ մասնակի քաղաքապետի կողմից, բայց դա նա չի, որ կարելի է տարիներով պահել անսամբլը։ Անդրադառնանք այսօրվան, Էդգար։
Մենք քաղցած ենք եւ այս պահին Բուխարիում խարույկը շատ ակտիվ վառվում է։ Ինչ որ բան եք այստեղ պատրաստելու մեզ համար թե ոչ։ Ճիշտ ասած Բուխարին ի սկզբանե որոշել էի որ կօգտագործեմ, բայց կարծես թե ավելի շատ մտածեցի որ կօգտագործենք խոհանոցի հատվածը, որովհետեւ այն ինչ որ պետք է պատրաստենք, այնտեղ ավելի լավ կստացվի։ Կլուսաբանեք թե ինչ ենք պատրաստում։ Մենք պատրաստելու ենք այսօր ուրեմն նախուտեստ կանենք բուրատայով սալատ, աղցան, այնուհետև կունենանք սնկով լցոնած բեկոնով փաթաթված ուտեստ եւ մսեղեն արդեն խոզի կողոսկրերից պատրաստված վիեննական ձևով Հեքիաթային օր է այսօր մեզ սպասվում, գնումներ պետք է կատարենք։ Հաճելի օր, որովհետև դուք ինձ համար սպասված հաճելի հյուրեր եք։ Շատ շնորհակալություն հրաշալի ընդունելության համար։ Ես պետք է խնդրեմ այս պահին դադարեցնենք նկարահանումները եւ գնանք ձեր բակ, որպեսզի շարունակենք այնտեղ մեր նկարահանումները։ Շնորհակալություն։ Էդգար, բայց ափսոս չի, ես կրակը այսքան վառել ես միսը։ Ապա մենք հիմա էլի գրեր ամբողջ տնով մեկ։ Չէ, ինքը որ մենք միսը դնենք, ինքը հոտ չես առնելու դու։ Բայց դե բույրը կգա էլի ամեն դեպքում։ Չի գալու, ընդհանրապես։ Չի գալու, որովհետև հիմա այստեղ որ պահես, ձեռքը տեսնես, որ ինքը բացարձակ տաքություն չի բարձանում։ Այո։ Այսենց արա։ Ահա։ Ինքը տաքությունը ու շատ ճիշտ կառուցվածքի քարշումը ընդիրակազմակերպված, շատ լավ արված, այնպես որ կարծում եմ ժամանակն է հագնվելու եւ գնալու դուրս։ Գնացինք։ Մենք գտնվում ենք ձեր առանձնատան դիմաց եւ ինչպես հասկանում եմ, սա ձեր հայրական տունն է։ Այո, իմ հայրական տունը իր բակով, իր հարևաններով, իր հարազատ փողոցով։ Մենք Աբովյան քաղաքում ենք գտնվում եւ չգիտեմ, ցավոք սրտի թե բարեբախտաբար, բայց կա կարծրատիպային վերաբերմունք երգիչների, դերասանների, պարողների նկատմամբ։ Ուզում եմ հասկանալ դուք այդ կարծրատիպային վերաբերմունքին արժանացել եք թե ոչ ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Ճիշտ ասած չէ, երբեք չէ, որովհետև ի սկզբանե երբ որ հայրս դեռ ողջ էր, ճիշտ ասած այսօրվա դրությամբ շատ դժվար է տղաների հայրերին սովորեցնել, որ իրենց տղաները պարողներ են եւ մի քիչ պետքա ծնողների մեջից դա դուրս գա, ես այդ խնդիրը չեմ ունեցել, առավել եւս հայրս շատ էր աշխատանք տանում շրջապատ, ընկերներ, բան եւ այն դիրքի մեջ էր եւ այն ապրելակերպի մեջ էր, որ երբեք անգամ չի եղել այդպեսի մի բան եւ այնուհետեւ իմ մեծանալու հետ մեր շրջապատը, մեր ընկերները, մեր հարևանները, հարևանի տղաները, մի քիչ հասակակիցներ, մի քիչ փոքր, մի քիչ մեծ չի եղել այդպեսի մի բան, առավել եւս ավելին իրենք միշտ դրական են վերաբերվել, եթե եղել են մենահամերգներ, որոնք որ ներկանել են, իրենք բոլորը մեծամասնությունը ամեն դեպքում ցանկություն են հայտնում եւ ներկա լինում համերգին եւ եւս մեկ առիթ է իրենց համար իրենց բակում ունենալ նման արվեստագետի։ Շնորհակալություն բարձր է հնչում, բայց այլևս կարող եմ ինձ թույլ տալ, որովհետև իմ արված աշխատանքի, իմ անցած ճանապարհի արդյունքում կարող եմ այդպիսի բան ասել։ Ծավալուն էր պատասխանը, շնորհակալություն, դուք ունեք մեքենա, հետեւաբար չեմ հարցնում ում մեքենայով են գնացինք, իմն է։ Հաջորդ նկարահանումը կիրականացնենք հենց մեքենայի մեջ։ Սիրով համեցեք։ Դավիթ, խնդրեմ։ Հաղորդման այս հատվածում մենք մշտապես մեր հյուրերին տալիս ենք այս հարցը եւ դուք բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Ավելի շատ կրթությունը։ Ես կարծում եմ, որ կրթությունը թերանում է, կրթությունը դաստիարակությունը։ Ես կարծում եմ, որ պետությունը մեզ աշխատանք պետք է տանի, որովհետև մարդկանց մոտ
կիրթ լինելը դա միայն տառաճանաչությունը չի, կիրթ լինելը նաև վերաբերմունքն է, դիմացինի հարգանքը, մի խոսքով դաստիարակությունը պակասում է։ Մեծից փոքր պետք է դրա մասին արվի, ով էլ որ ունի կրկնապատկվի, ավելացվի, որովհետև դա շարժիչ ուժն է պետության։ Եթե ունես կիրթ հասարակություն, կհասնես բոլոր բարձունքներին, այնպես որ կրթություն, դաստիարակություն, այդպես։ Դրանից կսկսվի եւ կշարունակվի ամեն բան, որովհետեւ ամեն քայլափոխի բախվում ենք հենց այդ երևույթին, տրանսպորտային հանգույցների ժամանակ, երբ որ դու դուրս ես գալիս ինչ-որ միտեղ, ցանկացած տեղ խանութներում ամենուր։ Դա որ փոխվեր բավականին լավ կլիներ։ Կմատնանշեք հատկապես մեկ ոլորտ, որտեղ կրթությունը ամենաշատն է կաղում։ Ամենաշատը, որ բոլորս բախվում ենք, դա եւի սպասարկման ոլորտն է։ Սպասարկման ոլորտը ըստ ինձ բավականին վերանայելու խնդիր ունի։ Պարզ օրինակ ես որ գնում եմ ինչ-որ մի բան գնելու, անհատից ենթադրենք, ես բավականին դաստիարակչական նախաբան եմ անցկացնում իր հետ, որ եթե ես նայեմ ապրանքը հետո չառնեմ, իմ հետևից վատ բաներ չի կարելի ասել։ Շատերն ասում են, հա իհարկե, բան շատերս Յանի, ես ինչ ասեցիր, ոնց, ես իրականությունն եմ ասում, ինձ դուր չի գալ, ես հիմա կարող եմ շատ բաներ նայեմ, բայց վերջում չընտրեմ կամ բոլորը ընտրեմ։ Այնպես որ դուք էլ պիտի պատրաստ լինեք եւ յուրաքանչյուրս ինձ թվում է 1-2 անգամ ասելուց կարծում եմ իրենք էլ արդեն կհասկանան, որ ոլորտը պետքա վերահսկվի նաեւ այդ առումով, որովհետև հաճելի չի, երբ որ առնում ես, անպայման պիտի պարտավորվես, որ փորձած բանը պիտի գնես, ի վերջո փորձելու համար է։ Շնորհակալություն, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն խանութի դիմաց։ Սիրով։ Հասանք խանութ, ժամանակն է գնումներ կատարելու, կխնդրեմ նշեք ինչ է մեզ անհրաժեշտ։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է միսը, որ մենք կգնանք հատուկ տեղից կվերցնենք, որտեղ հաստատ մեզ լավ միս կտան, ռուկոլա, չերի, մոցարելա-պանիր, բանջարեղեն, այսպես միասին հիմա։ Դե խնդրեմ, սկսենք բանջարեղենից, այն ամենամոտն է գտնվում։ Ինչ է անհրաժեշտ բանջարեղեններից մեզ։ Մեզ անհրաժեշտ է գունավոր պղպեղ, բուլղարական պղպեղ, մեզ անհրաժեշտ է չերի պանիր։ Դուք գնումներ կատարում եք տան համար, թե ընտանիքի մյուս անդամներին է վստահված այդ գործը։ Հիմնականում ես եմ գնումները կատարում։ Հասցնում եք նաև այդ բազմազբաղ առօրյայում գնումներ կատարել։ Առօրյա ժամերին այդքան էլ զբաղված չեմ լինում, ըստ դրա արդեն ինձ թույլ եմ տալիս դրանք կատարել, որովհետև կինս աշխատում է դպրոցում, 2 ժամ արդեն սպառված այս սերնդի հետ, այնպես որ կարծես թե ինձ մոտ ստացվում է։ Ինչ իրանք ցուցակը գրում եմ, ոնց որ հիմա են գրել, ես գնում եմ արդեն։ Հաջորդիվ ինչ է անհրաժեշտ կնշեք Էդգար։ Նաև կծու պղպեղ ճիշտ եմ հասկանում, թե կարմիր քաղցր։ Ինքը կարմիր քաղցր է։ Ինքը շատ լավ է դառնում։ Ուրիշ ինչ է անհրաժեշտ, մոցարելա պանիր, այո։ Պանիր պետք է վերցնենք։ Եթե մենք շատ գնումներ ունենք կատարելու, կարող ենք ձեզ թողնել հանգիստ, որպեսզի կողմնորոշվեք եւ սպասենք ձեզ արդեն դրամարկղի մոտ։ Ես չեմ նեղվում, ոնց կկամենաք։ Ես վստահ եմ, որ դուք չեք նեղվում, բայց մեր եթերաժամանակն է սահմանափակ։ Սիրով։ Նշեք ինչ է անհրաժեշտ եւ մենք ձեզ սպասենք արդեն դրամարկղում։ Всё, ես հիմա մոցարելան կվերցնեմ, պետքա մոտենամ այնտեղից ֆոլգա վերցնենք, որպեսզի արդեն միսը պատրաստման համար, ու 2 մանր բան։ Կհանդիպենք արդեն դրամարկղի Շատ մոտ։ լավ։ Շնորհակալություն։ Վերադարձակ։ Այո, Եվ վերադարձակ բավականին արագ։ եւ թարմ բանջարեղենով, թարմ մթերքներով։ Մեզ մնացել է միայն միսը գնել, ճիշտ է։ Այո։ Մնացած բոլոր բաղադրիչները արդեն այո, միսը գնել եք եւ դրանք սպասում են մեզ տանը։ Եվ այսպես, Էդգար, մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է 7485 դրամ եւ առաջարկում եմ, որ մենք վճարենք ձեր փոխարեն հաղորդման շրջանակներում։ Շատ շնորհակալ եմ
բայց եթե հնարավոր է, ես վճարեմ։ Իհարկե հնարավոր է, բայց առաջարկը ուժի մեջ է, կարող ենք վճարել Լավ, հետո մսի։ ես ինձ կփոխանցեք հետո։ Տեսախցիկը կարևոր է արձանագրեց, թե դուք ինչ ասացիք, եւ այո, անպայման կփոխանցեմ ձեզ։ Գնանք միսը գնելու։ Գնանք միսը գնելու։ Այո։ Շնորհակալություն։ Արդեն մսի խանութում ենք գտնվում, ժամանակն է գլխավոր մթերքը գնելու։ Այն էլ ինչ միս։ Այն էլ ինչ միս շատ գեղեցիկ է եւ թարմ տեսք ունի։ Այո։ Որ կտորն է մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է այս կտորը, որը որ Մատները։ հա, կողոսկրերը երևի թե Գեղամ ջան, մեզ էսի տուր, այդ կտորը շատ սիրուն լավ կտոր է։ Մեկ էլ այս Վզամիս։ հա, այս վզամսի կտորներից, հա, այդ ամբողջը տուր, մեզ հազիվել բավականացնի։ Մի փոքր շատ չէ, Էդգար։ Մի փոքր շատ է, բայց ոչինչ։ Կդնեմ հետնեհետե ճանապարհ եք գնալու հետո։ Բայց գումարը կփոխանցենք նոր, ինչպես նախորդիվ ասացիք։ Այս ամենը ջեռոցում է պատրաստվելու, թե մանգալի վրա ամեն դեպքում մենք կկարողանանք ձեզ համոզել բուխարով ավելի ճիշտ։ Ավելի կեսը կանենք նենց, կեսը կտանենք բուխարու մեջ կպատրաստենք, որտեղ բուխարու մեջին էլ իր համն ու հոտն ունի, ես կուզենամ, որ նաև ձեզ այդպես հյուրասիրեմ։ Հրաշալի է։ Որքան է կազմում ընդհանուր գումարը։ 20,000 դրամ եւ կրկին առաջարկը ուժի մեջ է։ Էդգար առաջարկում եմ մենք վճարենք ձեր Ես շնորհակալ եմ, Գեղամ ջան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Իսկ ընդհանուր քանի կիլոգրամ կազմեց։ Այո, 3 հոգու համար 5 կիլոգրամ միսը շատ օրինաչափ է եւ նույնիսկ կարող է նաեւ քչություն անել։ Չէ, նորմալ է։ Հաշվի առնենք, որ մենք կարող է ձեզ երկար պահենք, հյուրընկալենք։ Շատ բարի, շնորհակալություն։ Մենք սիրում։ Մենք կհանդիպենք արդեն պատրաստման փուլում, Էդգար, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Էդգար, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ծավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաեւ մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք, այսօր անպայման կօգտագործենք։ Էդգար, սուրճի սիրահար եք։ Այո։ Ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմիլատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Կոֆիջոյի թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք։ Հասանք խոհանոց։ Այո։ Ձեր առջև դրված են բոլորային բաղադրիչները, որոնք այսօր պետք է օգտագործենք, դուք կասեք, թե որ բաղադրիչը որ ուտեստի համար է։ Եվ այսպես, կարմիր պղպեղ, սոխ, կարակ, լոլիկ, ռուկոլա, սև պղպեղ, աղ, ցիտրոն, ուրց, օրեգանո,
խոզի միս, բեկոն, կրկին սոխ, սունկ եւ մոցարելա, եթե ինչ-որ բան մոռացա, խնդրում եմ ուղղեք ինձ։ Կարծես թե ամեն ինչը ասված է։ Ինչից ենք սկսում եւ Ես կարծում եմ պետք է սկսենք խոզի միսերը, քանի որ իրենք երկու ուտեստ ենք պատրաստելու, իրանք տարբեր համեմ ենք, տարբեր կերպ համեմ ենք, որպեսզի իրենք ընթացքում մի քիչ համեմվեն, մենք մինչև նրանք պատրաստեն, արդեն նրանք էլ կդնենք պատրաստման։ Ինչ ենք օգտագործելու միսը համեմելու համար։ Ուրեմն միսը օգտագործելու համար առաջի հերթին մենք պետք է սկսենք աղից, որը որ մեզ կտա բավականին Էդգար, պարողները առհասարակ պետք է հետևեն իրենց կազմվածքին։ Դա շատ կարևոր է, կարծում եմ։ Դուք հասցնում եք հետևել ձեր կազմվածքին, առողջ սնվել, ինչ-որ բաներ բացառել ձեր սննդակարգից։ Ճիշտ ասած, մի ընթացք շատ խիստ էի անում, երբ որ սկսեցի զբաղվել սպորտով։ Ինչ սպորտի մասին է խոսքը։ Ֆիթնես, զուտ տենց, եւ այդ ժամանակ շատ խիստ, հիմա ճիշտ ասած քաշս մի քիչ բարձրացել է, բայց այդ ժամանակ շատ ավելի խիստ էի բանանում, որովհետեւ մի անգամ երբ որ մենա համերգ ունեինք օպերային թատրոնում եւ բեմ բարձրացա եւ հետո երբ որ դիտեցիք կադրերը։ Հա, երբ որ դիտեցի, արդեն հասկացա, որ ճիշտ չի նման կերպ, թեպետ ես չեմ ապարում, բայց որպես ղեկավար էլ պետք չի այտենց հանդես գալ ու սկսեցի զբաղվել ֆիթնեսով, սկսեցի զբաղվել սպորտով եւ նաեւ հետևեցի շատ սննդակարգին եւ բավականին շատ քաշ կորցրեցիք։ Էդգար, քանի դեռ դուք պետք է միսը առանձնացնեք թաղանթից, ես կխնդրեմ մի պահ դադարեցնենք նկարահանումը, այնուհետև վերադառնանք եւ շարունակենք արդեն նոր գործողությունների լուսաբանմամբ։ Շնորհակալություն։ Ինչ ա եղել այդ ջան, օգնեմ, ցավոտ անեմ։ Այսի եմ ուզում հանում դուս չի։ Թաղանթը։ Բա ինչի աղարեցիր այդ թաղանթի վրա։ Այն կողմը արեցի, այս կողմը ոչինչ, բայց ինքը բան չի անում։ Տենց լավ դուրս չի գալի ինչ։ Առաջին անգամ ես պատրաստելու, հա, ճիշտ եմ հասկանում։ Չէ, սրանից արել եմ, պրոստե տան համար թաղանթը չեմ հանում, ինքը դրա անհրաժեշտությունը չեմ ունեցել։ Այսօր դու մարդ է եկել մի խոսքով։ Այսօր մարդ է եկել, ասեմ անեմ, էլի չասեն, այ գիտես, էս ինչ հասկացա։ Լավ, դե տանջվիր, բարեկամ։ Ընկեր Ավետիսյան, խառնենք, շատ խառնենք, բայց շարունակում ենք գործել։ Այս ընթացքում դուք համեմեցիք միսը աղով եւ սև պղպեղով, հիմա ինչ ենք անում։ Այսպես միսը խորովածի համար նաև իրան պետքա ցիտրոն ավելացնենք։ Մի քիչ Մառանիկ ընկերությունը հոգացել է այդ հարցը, բայց շատ լավ հոտ ունի։ Ես չէի կասկածում։ Հուսով եմ, որ հա, ինքը ավելի համը կտա հիմա։ Այս ընթացքում նաև սունկը առանձնացրեցինք իր պոչերից, գլխիկները մնացին ազատ, սոխն եք կտրատում ինչի համար։ Սոխը կտրատելու ենք սունկը պատրաստելու համար, սունկի միջուկի համար։ Մի հատ ես էսի մի պուճուրել անեմ։ Շատ բարի։ Այդ ընթացքում Դուք նշեցիք ձեր վարպետների անունները, բայց խոսենք նաև աշակերտների մասին։ Ովքեր են ձեր աշակերտները, նրանց հետ մինչև այսօր կապը պահվում է թե ոչ, որովհետև վստահ եմ, որ կան մարդիկ, ովքեր վաղուց ավարտել են իրենց ուսումնառության ընթացքը։ Շատ այո։ Ինքը հետաքրքիր թեմա եք բարձրացնում։ Ճիշտն ասած, ծերունները, որոնք որ ավարտում են, բոլորը չի որ կտրվում են, որովհետև պարը ինքը այն աշխարհն է, որ հաստատ հետ է կանչում։ Եվ ովքեր որ քիչ թե շատ ավելի բարվոք ընտանիքում են ամուսնացել, մարտի գնացել, ովքեր որ ում որ թույլ են տալիս երևի թե տենց ասեմ, որովհետև մեզ համար չեմ կարծում նորություն ասած կլինեմ, որ շատերը կընդունեն որպես պարուհի բան, բայց դե ամեն դեպքում մեծամասնությունը կապը պահում են եւ գալիս են, շարունակում են, ունենք պարուհիներ, ովքեր որ արդեն ամուսնացած երեխեքի հետ նաեւ հաճախում են, այնպես որ իրենք նաեւ արդեն ունեն խմբեր, որոնք որ հրաշալի ձևով դասավանդում են, այնպես որ որպես այդպիսին կապը չի կտրվում ոչ մի ձև։ Սերունդներ են գալիս հետևից, որոնք որ շնորհից նույն ճանապարհը անցնելով հետաքրքիր է ամեն դեպքում եւ
Հաճելի է, երբ որ չեն կտրվում արմատից, դա նույն հայրական տան էֆեկտն է, որովհետև երբ որ հայրական տնից դուրս են գալի, երբ որ չեն կտրվում, դա արդեն ինքը եւ շահավետ է երկու կողմի համար էլ, որովհետև կտրվես լրիվ անցյալից հետ, չեմ կարծում այդքան էլ ճիշտ լինի։ Ընկեր Ավետիսյան, պոչերը նույնպես օգտագործելու ենք։ Այո, պոչերը սոխի հետ պետք է հիմա թավայի մեջ մի փոքր տապակենք։ Այսինքն սունկը լցոնելու ենք սնկով։ Այո։ Նաև։ Այո, սունկի սոխառածը լցոնելու ենք սունկի մեջ, այնուհետև իր մեջ կտեղադրենք մոցարելա պանիրը եւ վերջում կփաթաթենք բեկոնով։ Իհարկե, այս տապակածի մեջ նաև բեկոն կլինի։ Այո։ Բայց մեզ նոր գործողություն այս պահին սպասվում է, թե ոչ։ Դեռ ոչ։ Սրանք հիմա կմանրացնենք ու կուղարկենք դեպի Տապակվի, այո, թավայի մեջ տապակվի։ Շատ բարի, մեր հաջորդ հանդիպումը կլինի նոր գործողություն լուսաբանելիս։ Շնորհակալություն։ Ստացվում է, ընկեր Ավետիսյան, կամաց ամեն ինչ։ Երբ որ բռնություն չի գործադրվում, ապա բուլինգի չես ենթարկվում։ Երբեք բռնություն չի գործադրվել։ Ես այստեղ եմ եղել, երբևէ որևէ բռնություն չի գործադրվել։ Սունկը թեթև գնաց ճանապարհորդության հետ վերադարձավ եւ վերջ, ուրիշ ոչ մի բան տեղի չի ունեցել։ Շարժվում ենք առաջ։ Ինչ նոր գործողություն կա մեզ համար։ Ուրեմն մենք տեղափոխում ենք մեր խոզի մատերը ջրոց, այո, եւ ուղարկում ենք թավայի մեջ, հետո ուղարկենք ջրոց, որ ինքը պատրաստվի, որովհետև հետո պատրաստելուց հետո կհանենք նոր իր վրա արդեն կքսենք իր խյուսը, թանձրուկը, այո։ Եվ կարծում եմ, որ շատ համով բան պետք է, որ որքան ժամանակ պետք է մնա ջեռոցում միսը։ Ամեն դեպքում սա մի կես ժամ կթողնենք, այո, թող մնա։ Այս ընթացքում դուք Ես նաև սնկի հետ լցոնում ենք, կապված այո, գործողություն եք հիմա արել։ պետք է լցոնենք սունկը, արդեն ես ճիշտն ասած Ավելացրել եք բեկոն նաև, սոխառածեր եւ սունկի պոչիկներն էր եւ բեկոն։ Այո, 3 բան՝ բեկոն, պոչիկները եւ սոխը։ Ուղարկում ենք իրան։ Էդգար, ո՞րն էր վերջին բեմադրությունը ձեր պարային։ Վերջին բեմադրությունս կոչվում է Ես իմ անուշ Հայաստանի։ Բավականին ծավալուն եւ գեղեցիկ բեմադրություն է ստացվել, ու ամեն դեպքում իրեն հասցրել ենք արդեն ներկայացնել հանդիսատեսին մրցույթում, որով որ Grand Prix շահեց անսամբլը։ Շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալ ենք Շիրակի էսքիզներում, որով որ բավականին հեղինակավոր փառատոն է, որովհետև միակ փառատոնն է, որ ինքը 4 կրիտերիաներով է գնահատվում եւ գոհ ենք մենք էլ ժյուրին էլ, որովհետև ինքը նորություն ու շատ գեղեցիկ էր։ Հիմա մենք սունկի մեջ խցկեցինք մոցարելաները եւ այնուհետեւ յուրաքանչյուր սունկ պետք է փաթաթենք բեկոններով։ Ես կխնդրեմ, որպեսզի ձեր պատրաստած ուտեստների համար մտածեք անուններ, որովհետև մենք համտեսելուց պետք է դրանք անվանակոչենք, իսկ ձեզ մոտ ինչպես հասկանում եմ, լավ է ստացվում անուններ մտածելը։ Այո։ Էդգար, նաև ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Հրաշալի։ Նոր գործողություն չենք ունենալու, չէ՞։ Չէ։ Այս ամենը փաթաթելու ենք եւ ուղարկելու ենք այրոջեռոցը։ Ճարպաջեռոց։ Բարի։ Դե կհանդիպենք նոր բան լուսաբանելու ժամանակ։ Շնորհակալություն։ Սահուն ստացվեց ամեն բան կարծես թե, չէ՞։ Դավոն բդասի, դավասա։ Դե աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ Բայց դու եսի գիտես իր բոմբությունա հաստատ։ Այո։ Դու կասկածում ես։ Բացարձակ հոտը շատ հուսադրալից է։ Այո։
Հասանք խորովածին։ Այո, Միսը արդեն պատրաստ է, լավ մարինացվել է։ մարինացված է համով։ Ճիշտ ասած, իմ մանկության խորովածի մարինացումը տարբերվում է իմ հիմիկվանից։ Միգուցե այն անգամ փոքր ժամանակ շատ եմ փորձել, papas միշտ անում է ռեհանի չորացած համեմունքով, բայց ես սիրում եմ ցիտրոնով եւ անում եմ ցիտրոնով։ Մեր տան բոլոր անդամները կարծես թե իրենց էլ են դուր գալիս ցիտրոնով տարբերակը, այնպես որ կանենք այսօր ցիտրոնով մի փոքրիկ ուրց եմ ավելացրել իրան եւ այսպես։ Հիմա մենք իրան կտանենք արդեն դեպի մեր բուխարին։ Նշեմ, որ մեր սունկերը արդեն այո ջեռոցում են, իսկ խոզի մատերը մյուս կտորով արդեն ջեռոցում են, որը որ մի քիչ ժամից արդեն կտեսնենք ինչա կատարվում, որ կարվելացնենք նաև բանջարեղենները, այո։ Այսինքն հիմա տեղափոխվենք բուխարու հատված, այնտեղ շարունակենք մեր նկարահանումները։ Դե, բարի, տեղափոխվեցինք։ Եթե թույլ կտա գնացինք։ Իհարկե, սիրով։ Գնացինք։ Քանի աշակերտ ունեք, Էդգար։ Մոտ մի 150 էս պահի դրությամբ։ Որն է այն ամենակարևոր խորհուրդը, որը փոխանցում եք ձեր աշակերտներին։ Լինել եւ մնալ մարդ։ Իսկ մասնագիտության մեջ Նույնպես մարդ որակավորումը բոլոր տեղերն է եւ այն ինչ որ փոխանցում դա տարիների եւ աշխատանք է եւ մի օրվա մի բառով ասելու բան չի եւ այն խորհուրդը որ ազնիվ լինեն իրենց մեջ իրենց նկատմամբ եթե եղան կստացվի ամեն բան խորհուրդ որպես այդպեսին տարիների ընթացքում ձևավորում են ամբողջը ինչ որ ես իրանց մեջ դնում եմ ինչ որ իրանց տալիս եմ հետո տարիների ընթացքում ես այս տարի երբ որ Մարսելում վարպետաց դասերի էի իմ վաղեմ աշակերտուներից մեկը եկավ այն աշակերտուին որ շատ համեստ էր ժամանակին այսինքն տարիքից հետ եւ այլ միջև օրիորդ տարիքում ձենը չէի լսում իսկ այնտեղ ինձ դիմավորեց եւ ասեց գիտեք ընկեր Ավետիսյան ձեր ամեն մի խոսքը այստեղ ես հիշում եմ եւ օգտագործում եմ ինձ թվում է դրանից լավ խորհուրդ որ տարիների ընթացքում պետքա նստացնել Որքան ժամանակ է մեզ անհրաժեշտ որպեսզի միսը եփվի ըստ ձեզ Կարծում եմ մաքսիմում մի 20 րոպե որտեվ միսը շատ լավն է շատ լավ վիճակում է եւ որպես դες արդեն գույնը փոխեց եւ որպես կանոն մատղաշ միսիկները շուտ են եփվում Մենք խոհանոցում պետք է անցնենք նաեւ համեմանը, ճիշտ է Խոհանոցում ունենք որ պետք է ջեռոցում դրված միսի կտորը հանենք եւ իրա վրա այդ թանձրուկը կսենք գնանք թանձրուկը պատրաստենք որ հետո կարողանանք իրան օգտագործենք Եվ աղցան, որը կմեկնաբանենք սեղանի շուրջ։ Այո։ Դե գնացինք։ Իմ ամենասիրած։ Գնացինք։ Մոտենում ենք վերջին փուլին, թե դեռ ոչ Էդգար։ Այո։ Ինչ ենք անում։ Քայլերով մոտենում ենք, քանի որ այնտեղ արդեն պատրաստ է մեր խորոված միսը, այստեղ արդեն պետքա ջեռոցից հանենք եւ իր վրա ավելացնենք արդեն մեր թանձրուկը, որը որ մենք հիմա կպատրաստենք։ Ինչ է անհրաժեշտ թանձրուկի համար։ Մեզ անհրաժեշտ է մանանեխ, սոյայի սոուս եւ մի փոքր աղ եւ ձեթ։ Ինքը մանանեխը ֆրանսիական տարբերակն է եւ ինքը բավականին հաջող ու լավն է ստացվում։ Միշտ օգտագործելուց փորձում ենք դիժոնական մանանեխ է մեզ անհրաժեշտ եւ մի փոքր Սլոբադա ձեթ, արևածաղկի։ Այո, արևածաղկի ձեթ։ Դուք նաև հյուրախաղերից ելնելով եւ համերգներից ելնելով բազմաթիվ երկրներում եք եղել, ճամփորդել եք, որ երկրի խոհանոցն է ձեզ հատկապես գերել։ Իտալականը։ Իտալականը շատ յուրահատուկ եւ ինքնատիպ խոհանոց է, նամանավանդ իրենց պաստաները եւ պաստաները պատրաստված ծովամթերքով, պատրաստված տարբեր միջուկներով։
Պաստաներից եւ պիցցաներից բացի կար այլ ուտեստ, որը Իտալիայում փորձեցիք եւ նույնպես հետաքրքիր էր ձեզ։ Առասարակ ես երբ որ Հայաստանից դուրս եմ գալի, մեծ մասամբ սնվում եմ ծովամթերքով։ Եվ իրենց պատրաստված ծովամթերքով յուրաքանչյուր բան բավական հաջող էր ստացվում։ Շատ լավն է։ Ինչ կար բացի պաստայից եւ պիցցայից ծովամթերքով։ Խառը ծովամթերքների տարբեր սեթեր, որոնք գրիլի վրա են պատրաստվում կամ առանձին ժարի տարած, հա, երևի տենց։ Տապակած, հա։ Շատ սիրում եմ կրիվետկաները, ծովախեցգետինները, այո, ծովախեցգետիններով պատրաստված, իրան եթե անգամ եսի միջձև չպատրաստեն, ինքը լրիվ բավական է։ Հիմա մենք սա հանենք։ Բույրը ամբողջությամբ տարածվեց։ Ես ձեր բացակայության ժամանակ նաև բանջարեղենն եմ ավելացրել։ Ինչ կերպով։ Ինչ կերպով, իրեն համեմել եմ պրովանսալ բաներով, համեմունքներով եւ մի փոքր ձեթ եմ արել ու դրել ենք, որ ինքը արդեն խորովվի, հա, գրիլի տարբերակով։ Հիմա մնում է միայն այդ ամենը տեղափոխել մսի վրա եւ կրկին ուղարկել ջեռոցը։ Նորից ուղարկում ենք, որ ինքը արդեն ավելի գույնը կարմրի, ավելի ախորժելի դառնա եւ ավելի համով դառնա, որովհետեւ այդ թանձրուկը բավականին համ կփոխանցի իրեն եւ մեր համենված վիճակում որքան ենք թողնելու ջեռոցում։ Մոտ երևի մի 15-20 րոպե։ Դուք սա բազմիցս եք պատրաստել ինչպես հասկանում։ Այո, ես առասարակ եւ սրա սկիզբը սկսվել է Եվրոպայից, ճիշտ ասած ընկերոջս հյուր, եւ այնտեղ անճարությունից ելնելով փորձեցի ու բավականին Ինչն էր անճարության պատճառը, եթե իհարկե գաղտնիք չէ։ Անճարության պատճառը չունեին իրենք խորովածի շամփուր։ Մի ձև պիտի դա պատրաստվեր եւ այդ մի ձևը ինքը արդեն դարավ հենց այս ձևը, մի քիչ ավելի արեցինք այն ինչ որ ձեռքներիս տակը կա եւ բավականին լավ ստացվավ։ Վերջ, այլ նոր բան չկա։ Այլ նոր բան չունենք, սա ամբողջությամբ պատելու եմ այս թանձրուկով եւ ուղարկենք ջեռոց եւ սկսենք մեր համտեսը։ Բարի, դե մեր հաջորդ հանդիպումը կլինի ուրեմն սեղանի մոտ։ Սիրով։ Այդ որ նոր սկսում էինք, ասում էիր, որ մի 20 րոպեում պատրաստվում է, չէ՞։ Դե ինքը տենց էսի, ասենք, սենց կիսաբանով, բայց ինքը երկար կքաշի։ Հա, կարող է գնանք վաղը գանք։ Չէ։ Չէ, սա կմնաք ստապեր։ Մենք բոլոր պայմանները ձեր համար կստեղծենք։ Գայթակղիչ ու հետաքրքիր առաջարկ է, կարելի է մտածել դրա Այո, մասին։ փորձեք։ Ինքը շատ լավը կլինի, որովհետև մենք հետաքրքիր օր կունենանք։ Այդ ժամանակ երեխեքին որ կանչում ճղծրած կգան։ Այդ մնաց հաջորդ անգամ։ Որ ասեմ, չէ, սպասում եմ մեր հյուրն է, հաստատ ախպերներ։ Վերջ, շնորհավորում եմ բոլորիս, մնաց համտեսելը։ Այո։ Էդգար, վերջապես հասանք տրամաբանական ավարտին։ Վերջապես։ Ամեն ինչ հրաշալի է, բուրում եւ գեղեցիկ է։ Ժամանակն է, որպեսզի անվանակոչենք, այո, վստահ եմ, որ հավանելու ենք։ Սկսենք այս մեծ ուտեստից։ Այսպես մատուցեցիք։ Իրան եկեք Հայաստան անվանենք։ Բարի, իսկ աղցանը։ Աղցանը չենք կարող իրան անտեսենք, ինքը պլի է, բարային տերմին որպես։ Բուրատայով պլի է։ Այո, բուրատայով պլի է։ Բուրատայով պլի է։ Ինչ էր օգտագործվել։ Բուրատա պանիր, ռուկոլա կանաչեղեն, չերի լոլիկ պանիրներ, պեստո սոուսը խառնած նաշարաբով եւ վրան էլ արդեն քունջութով համեմունքներ, այո։ Դե մեզ մաղթում եմ բարի ախորժակ, շնորհակալություն այսքան մեզ համար խոհանոցում արարելու համար, իսկ եթե կան նորություններ եւ մարդիկ կարող են ձեզ տեսնել բեմերում, խնդրեմ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի նշեք։ Սիրով ձեզ, ձեր ամբողջ անձնակազմով ես հրավիրում եմ մեր հունիս ամսվան կայանալիք մեր անսամբլի 30-ամյակին նվիրված մեծ մենահամերգին, որը որ տեղի կունենա օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հանդես կգանք մեծ խոշոր գեղեցիկ նորացված ծրագրով, այնպես որ հրավիրում եմ բոլորիդ
վստահաբար լինելու է բարի հրավառություն։ Հրաշալի է։ Նորանոր հաջողություններ եմ ձեզ մաղթում, անցնենք համտեսելուն։ Ես սկսեմ թերևս սնկից, որովհետև եթե սունկը եղել է, վստահաբար մնացածը Այո։ պատրաստ են արդեն։ Սունկը հետաքրքիր պիտի որ եղած լինի։ Սունկը բայց չանվանակոչեցինք։ Սունկը Բատման։ կողք է։ Շատ համեղ է Էդգար։ Շնորհակալություն։ Մեզ Անուշ արդեն լինի։ լիարժեք բարի ախորժակ։ Դավիթ ջան, համեցի։ Հուսամ մեր հաջորդ հանդիպումը կլինի ձեր 30-ամյա հոբելյանական համերգի ժամանակ։ Սիրով եմ հրավիրում։ Դուք եւ ձեր հաղորդաշարը մեր բարեկամեցողների շարքում եք, այնպես որ մենք սիրով ձեզ կսպասենք։ Շնորհակալություն։ Անցնենք ուտելուն։ Էդգար, արժեր, Ասա։ արժեր։ Շատ հետաքրքիր Այսքան ասացվեց։ սպասելա։ Բայց այս Հայաստանն էլ եմ ուզում փորձել անկեղծ ասած։ Հիմա հերթով սաղ կանենք։ Հաստատ։ Հայաստանը մի քիչ տապեցի, մի քիչ, որտեղ ինքը երկար էր ուզում, բայց ինձ թվում է Ջրալի կլինի կարևորը։ շատ։ Նե խորովածը ոնց կա ավանդական։ Բայց ինքը ցիտրոն ու ուրց եմ գցել։ Պիտի էլի որ հետաքրքիր համ ունենա։ Դե դա էլ արդեն կադրից դուրս կփորձենք։ Շատ լավն էր։ Ես որ հաստատ սունկի այս բաղադրատոմսը մեր ֆիթնեսի մեր լավ ընկերներից ես իամ պատրաստում եմ մաթարելավի, բայց ոչ սոխարած տարբերակը, բայց իդեալական Շատ աստված է։ ընտիր։ Էդգար, շնորհակալություն ծավալուն եւ հետաքրքիր զրույցի, ինչպես նաեւ աննկարագրելի համեղ ուտեստների համար պետք է ասեմ, որ կողիկները նույն ինքը Հայաստանը շատ համեղ էր ստացվել եւ շատ հյութեղ։ Շնորհակալություն։ Իսկ հունիս ամսին ձեզ մաղթում եմ աննախադեպ բեմել եւ անդադար ծափահարություններ։ Հրաշալի բարեմաղթանք։ Ես ձեզ անխափան եթեր եմ ցանկանում եւ անչափ շնորհակալ եմ նման պրոֆեսիոնալ հաղորդաշարի համար։ Մենք նույնպես շնորհակալ ենք։ Պրոֆեսիոնալ մոտեցման համար, ձեր համբերատարության համար շնորհակալ եմ հոգաչափ։ Ձեզ նույնպես շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Ստեսություն ձեզ։ Ճիշտ ասած տպավորություններս մեկ բառով ասելը մի քիչ դժվար կլինի, պարզապես կփորձեմ անկեղծանալ, որ իրոք տղաները բավականին պրոֆեսիոնալ են աշխատում, խոսքից սկսված մինչև մոտեցումը ամբողջական։ Ես մեծ սիրով հրավիրեցի մեր մենահամերգին եւ ձեզ բոլորից էլի հանդիսատեսի էլի հեռուստադիտող հրավիրում ենք բոլորիդ մեր մենահամերգին, սիրով կսպասենք հունիս ամսվան, իսկ անոնսները եւ օրի հետ կապված արդեն կկարողանանք ձեզ իրազեկել բոլոր սոցհարթակներում։ Շնորհակալություն, միշտ տեսություն։ Դե այսքան գովեստի խոսքերից հետո ինձ մնում է միայն սա անել, չէ՞։ Շնորհակալություն։ Ապրես մեռը մահեր։ Շնորհակալություն։ Տիրեր։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։
Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.